Խաղի վերաբերյալ կասենք, ցանկանում ենք առաջերտին ես ասել եմ, որ բանանցը մենք պետք է ամեն ինչ անենք, երիտասարդները խաղան ու խաղան գեղեցիկ ֆուտբոլ, ամենաառաջինը։ Այսօր մենք փորձում էինք ու պահերով շատ լավ ստացվում էր։ Պարզա մենք հասկանում ենք, որ ամեն ինչ միանգամից չի ստացվի ու շատ դժվար է լինելու։ Դե արդյունքում կարող ենք այսօր պարտվեինք, կարող էինք հաղթել։ Ստացվեց ոչ ոքի։ Ճիշտն ասած, ոչ, ինձ գոհացնում է մենակ, որ պահերով մենք գեղեցիկ ֆուտբոլ ենք խաղում, ինչ որ մենք ենք մարզիչներն ենք ուզում, դա դեռ գոհացնում, որ քայլ առաջ կատարել ենք, բայց արդյունքը իհարկե չի գոհացնում։ Կարելի ասել է դադար տեղական հավաքականները բանանցը բավականին լավ օգտագործել, ձեզ համար շատ կարևոր է շրջանը։ Այո, իհարկե, դե խաղի որակից էլ երևաց, որ պահերով արդեն թիմը հասկանում է, ինչ ֆուտբոլ ենք իրենցից պահանջում եւ ինչ ֆուտբոլ պետք է խաղա։ Դա արդեն առաջընթաց էր մեր համար։ Պարոն Սկեն, հետաքրքիր կազմի ընտրության հարցում, հատկապես արխիվի գծում, ինչ չափորոշիչներից ելնելով եք ընտրություն կատարում, այս նկատեցին, որ Աղագյանն է արխիվի գծում, դա արդեն Ջալովի կողքից։ Արդյոք կողմնորոշվել եք վերջնական թե փորձարկումներ։ Չէ, չենք փորձարկումներ չենք անում, ուղղակի պարապմունքներից ելնելով, ովքեր պարապմունքներին ինչ վիճակ են, լավ վիճակ են լինում, ից դրա մենք հիմնական կազմը ընտրում ենք։ Պարապմունքներում Աղեկյանը լավ էր իրեն դրսևորում, Լայարսոնի եզրից ավելի լավ էր ու փորձեցինք այդպես։ Այո, ինձ թվում է կհասնենք, ժամանակ ունի եւ նույնն էլ Փյունիկի համար է լինելու երկու օր, ինձ թվում է տղաները կվերականգնվեն, քանի որ ասեմ արդեն հասկացել են խաղը ինչպես է ավելի հեշտ կլինի մեզ պատրաստել խաղի, մյուս խաղի։